Գործարար ալիքի եթերում դուք դիտում կամ լսում եք ռադիո առողջարանը բարև ձեզ։ Ես Տաթև Նամարաքելյան։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի ղեկավար, հոգեբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Սողոյանին։ Բայց ուզում եմ այստեղ մի բան էլ ավելացնեմ, մեր շատ սիրելի բժիշկ, մեզ համար միշտ հաճելի հյուր եւ այսպես կարող եմ շարունակել մինչեւ եթերային ժամանակը ավարտվի։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Շնորհակալություն Տաթև ջան, շնորհակալություն համագործակցության համար եւ այն աշխատանքի համար, որը դուք անում եք, որովհետեւ այն տեղեկատվությունը կամ այն լուսավորչական աշխատանքը, որը ձեր հաղորդումը անում է, շատ օգտակար է մարդկանց համար։ Նույնիսկ սովետական միության ժամանակ կար, որ յուրաքանչյուր բժիշկ պետք է իր աշխատանքային ժամանակի որոշակի հատվածը տրամադրի սանլուս աշխատանքին, կոչվում է սանիտարը լուսավորչական աշխատանք։ Հիմա դա կոչվում է ավելի առողջ ապրելակերպի քարոզչություն, հանրային առողջության ջատագովություն, ինչ որտեղ նաև գովազ սեփական ծառայությունների համար, բայց այդ բոլորի ճիշտ համամասնությունը շատ օգտակար է լինում հանրության համար, այնպես որ ապրեք։ Շնորհակալ եմ շատ միասին, որտեղ եթե չլինի ձեր պատրաստակամությունը, մենք չենք կարողանա ստանալ այն, ինչ որ ուզում ենք ստանալ եւ ինչ որ ստանում ենք։ Եվ այսօրվա մեր հաղորդման ընթացքում ես ուզում եմ խոսենք աշխատանքային հոգեբանության մասին, հա, այսպես եթե ասենք։ Երբ որ մենք հետադարձ նայում ենք, տեսնում ենք, որ մեր օրվա մեծ մասը մենք ավելի շատ անցկացնում ենք աշխատավայրում, քան տանը։ Եվ այն մթնոլորտը, այն իրավիճակը, որը մեզ պարուրում է, գրկում է, հա, աշխատավայրում, ուղիղ համեմատական է մեր առողջության հետ, մեր աշխատունակության հետ, մեր արդյունավետության հետ, ինչու ոչ նաև նույնիսկ հասարակության եւ ընտանիքի անդամների հետ հարաբերության մեջ։ Որտեւ եթե դու աշխատավայրում չես լինում կոմֆորտի մեջ, այդ ամբողջ ժողովրդի ասած մուրը ընտանիքի անդամներից ես հանում, հա։ Ինչ է ասում այս մասին ձեր ոլորտը։ Շատ ճիշտ եք նկարագրում, Տաթև, դուք արդեն բավական պրոֆեսիոնալ եք դարձել, իսկ հիմա բոլոր ուսուցիչներս են լավ։ Մեր հարցերում չի, իրոք, նույնիսկ այս տարին Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիան հայտարարել էր հոգեկան առողջությունը աշխատանքի վայրում տարի, այսինքն մինչև տարվա վերջը, ոնց որ ասած, աշխատանքները այդ համաշխարհային ֆեդերացիայի պետքա ուղղված լինեն այդ գաղափարների տարածմանը, ընդ որում Համաշխարհային ֆեդերացիայի նախագահը երկու անգամ Հայաստանում եղել է 11 եւ 13 թվականին, ժամանակ Համաշխարհային ֆեդերացիայի նախագահ չէր։ Հիմա իրոք կյանքի, գիտակից կյանքի, արթուն կյանքի մեծ մասը տղամարդկանց մեծ մասը անց է կացնում աշխատանքի վայրում ու հիմա քանի որ ամեն ինչ փոփոխված է եւ կանանց դերը բավական ընդգծված է, ապա կանայք նույնպես անց են կացնում աշխատանքի վայրում ու եթե տղամարդիկ սովորաբար աշխատանքից հետո տուն գնալով ավելի հանգստի մասին են մտածում, կանանց մեծ մասը տուն գնալով երկրորդ իսկական աշխատանքի մասին է սկսում մտածել եւ մեծապես կախված է ինչպիսին են պայմանները աշխատանքի վայրում, սկսած ֆիզիկական պայմաններից, վերջացրած բարոյահոգեբանական մթնոլորտով, որովհետեւ ինչպես ֆիզիկական պայմաններն են ազդում մարդկանց առողջության վրա, այնպես էլ աշխատավայրի մթնոլորտն է ազդում մարդկանց առողջության վրա, ընդմիջում անում են, թե չեն անում, հարաբերությունները ինչպիսին են աշխատողների միջև, ինչպիսին են հարաբերությունները ղեկավարների եւ ենթականների միջև, ու թվում է, թե այս բոլորը, որ խոսում ենք բացառապես աշխատողների համար, որովհետեւ նրանց առողջության մասին ենք մտածում եւ շուտով մենք խորհուրդներ կտանք ինչ է պետք անել, որպեսզի աշխատավայրում մենք շատ չհոգնենք, չհայտնվենք այն վիճակում, որ հետո տուն գալով մուրը ձեր ասած թափենք մեր երեխաների գլխին, որոնք բացարձակ մեղավոր չեն։ Իդեպ, այստեղ մենք մի գրոտեսկային օրինակ ենք բերում, պատկերացրեք, ղեկավարը զայրանում է իր աշխատակցի վրա եւ սա նեղված, ստորացված, ընկճված, լարված աշխատանքից գնում է տուն։ Ինչ պետք է անի շարքային մարդը, գնալու է իր ամբողջ զայրույթը թափելու է իր ընտանիքի վրա, ենթականեր չունի, երեխաների ամենախոցելին երեխաներն, դե ամուսինը կամ կինը ոնց ուզում ալնի այդքան էլ կարակուլ չտա, բայց երեխաները չեն կարող վերադարձնել եւ գնում է զայրանում է երեխայի վրա, երեխան լացելով նեղված դուրս է գալիս, բակ քարով հարվածում է առաջի պատահած շանն իր զայրույթը թափելու, շունը վազում է գցում է առաջի պատահած երեխային եւ դա լինում է այն մարդու երեխան, այն ղեկավարի երեխան, ով առավոտ
առավոտյան զայրացել էր այս աշխատակցի վրա եւ շրջանակը սկսում է պտտվել։ Այո, այս մի օրինակով մենք ցույց ենք տալիս, որ որևէ զայրույթ, որևէ անիրավություն, որևէ մեկին նեղացնելը անհետևանք չի անցնում։ Իհարկե ռեալ կյանքում այսքան արագ չի պտտվում այդ շղթան, բայց ամեն դեպքում պտտվում է։ Բայց բացի աշխատավայրում մարդկանց հոգեկան առողջության մտածելը որպես տվյալ անձանց համար բարություն, լավ պայման ապահովելու անհրաժեշտություն եւ պատասխանատվություն, ես ուզում եմ, որպեսզի մեր լսողները, դիտողները, գործատուները հասկանան, որ եթե իրանք ապահովում են լավ պայմաններ աշխատանքի վայրում, ապա մեծանում է աշխատանքի արտադրողականությունը, հետևաբար մեծանում է կազմակերպության շահույթը եւ մեծանում է սեփականատիրոջ շահույթը։ Եթե աշխատողները հուզապես այրված են, նրանց արտադրողականությունը շատ ցածր է, կլինի սպասարկման ոլորտ, կլինի արտադրություն, կլինի IT ոլորտ, նրանք այլևս չեն կարողանում միավոր ժամանակում տալ այնքան արդյունք, ինչքան որ տալիս էին կես տարի առաջ։ Ինչքան ուզում ես աշխատավարձը բարձրացրա, իրանք էլ ի վիճակի չեն, ինչքան ուզում ես գորգորա զայրացի, ոչ մի օգուտ չի տալու, եթե աշխատողներդ արդեն այրված են։ Կարող ես ազատել աշխատանքից, նորերին վերցնել, բայց ժամանակ ես ծախսելու, մինչև նորերը այդ նույն հմտությունը ձեռք բերեն։ Իսկ այսօր գործնականում մենք իրոք օբյեկտիվորեն հասել ենք այն վիճակին, երբ կադրերն են որոշում ամեն ինչ։ Այսօր փող ճարելը որևէ գործի համար մեծ դժվարություն չկա, գաղափարներ բազմաթիվ կան, մնում է անողները հենց այն աշխատողներն են, որոնց առողջության մասին հիմա մենք փորձում ենք խոսել։ Դրա համար Ճապոնիայում ներողություն, եթե չեմ սխալվում, եթե քեզ հասնող արձակուրդը դու չես վերցնում եւ ըստ համապատասխան չես օգտագործում, քեզ աշխատանքից պարզապես հեռացնում են։ Այդքան խիստ չգիտեմ, բայց միանշանակ բոլոր երկրներում, որտեղ օրենքը գերակայում է եւ որտեղ մարդը բարձրագույն արժեք է, ապա մարդու առողջությունը անմիջապես հետևում է դրան եւ պարտավոր է գործատուն մտածել աշխատողի մասին։ Թվում է, թե գործատուին պարտադրում են մտածել, բայց իրականում ամենաշատը գործատուի շահերից է բխում, որովհետեւ ինքը ժամանակ է ծախսել, էներգիա է ծախսել, պատրաստել է կադր, որը այսօր շատ մեծ օգուտներ է իրան բերում։ Հետո այդ կադրը շարքից դուրս եկավ, այդ օգուտ բերողը չկա։ Հիմնական մեր ուղերձը սա է մեր գործատուներին եւ նրանց, ովքեր որ փորձում են կամ այդ ոլորտում աշխատում են։ Ինչքան շատ մտածեք ձեր աշխատակիցների առողջության, այդ թվում նաեւ հոգեկան առողջության մասին, այնքան ձեր շահույթը կմեծանա։ Հիմա ոնց պիտի մտածենք։ Շատ ուզում ենք մտածենք, գիշերը չենք քնում, մտածում ենք մեր աշխատողների առողջության մասին։ Առաջինը անպայման հետևել ընդմիջման եւ արձակուրդի անխուսափելիությանը, ինչքան էլ որ մեզ դա թվա թե մեր ժամանակից է գնում, բայց ցանկալի է, նույնիսկ պարտադիր է, որ ընդմիջում լինի եւ տարին մեկ անգամ աշխատողները արձակուրդ գնան։ Հաջորդը, եթե սպասարկման ոլորտ է, անպայման պետքա ուշադրություն դարձնել եւ սովորացնել աշխատողներին հաղորդակցման հմտություններ, որոնց արդյունքում նրանք կարողանան ճիշտ հաղորդակցվել իրենց հաճախորդների հետ եւ գրավչությունը կմեծանա եւ բուն աշխատողների առողջությունը հոգեկան չի վնասվի, լարվածություններ չեն լինի, կոնֆլիկտներ չեն լինի, կազմակերպության համբավը գնալով ավելի կլավանա։ Հաջորդը, ինչպես ապահովել, որպեսզի աշխատակիցները կարողանան կառավարել իրենց ստրեսները, կարողանան կառավարել իրենց հույզերը։ Այստեղ բազմաթիվ մեթոդներ կան, որոնք կարելի է օգտագործել։ Մենք տարբեր դասընթացներ ենք առաջարկում, որոնք շատ արդյունավետ են լինում։ Բազմաթիվ կազմակերպություններ կան, որոնք մեզ գրավոր անգամ հետո շնորհակալություն են հայտնում։ Մարդիկ են շնորհակալություն հայտնում, որ դուք մեզ սովորեցրեցիք, հիմա մենք կարողանում ենք նման կոնֆլիկտային լարված իրավիճակներում իմանալ ինչպես ապրել, ինչպես աշխատել, որ ոչ միայն չվնասվենք, այլ որ մեր կյանքից, մեր աշխատանքից հաճույք ստանանք, որովհետև եթե մենք ասում ենք, որ ժամանակի մեծ մասը մենք անց ենք կացնում աշխատավայրում, եւ եթե այդ վայրում մենք չենք ապրում, այլ ընդհանրապես աշխատում ենք, շուտ փախնենք։ Այո, իսկ մեր կյանքը շատ սահմանափակ
Նույնիսկ բանաձևեր կան, որ հաշվում են, թե ինչքան ժամանակ է մնացել, քանի ժամ է կոնկրետ մնացել տվյալ տարիքը ունեցող մարդուն իրական ապրելու համար, որովհետև երբ որ քնած է, երբ որ ինչ-որ պարտականություններ է կատարում, դա չենք կարող համարել, որ ինքը լիարժեք ապրում, որտեղ որոշում չի ընդունում, չի կայացնում, չի կատարում իր որոշումները եւ բավականություն չի ստանում իր իմացած, իր ուզած բանը անելուց եւ դրա հաճույքը վայելելուց։ Հետեւաբար շատ կարեւոր է, որպեսզի յուրաքանչյուրը իր մասին մտածելով կարողանա ճիշտ կառավարել եւ իր հույզերը, եւ իր ստրեսները, եւ ընդհանրապես ինքը իրեն հաջորդ մակարդակը յուրաքանչյուր գործատու, որպեսզի ինքը իր մասին մտածելով, իր փողի մասին մտածելով, որտեղ ձեռներեցը գործը սկսել է փող աշխատելու համար, որպեսզի շատ փող աշխատի, պետքա կարողանա ավելի լավ ծառայություններ մատուցել, ավելի լավ ապրանքներ արտադրել, ավելի որակյալ անել ամեն ինչը, հո ինքը չի անելու, պետք է անի իր աշխատողների միջոցով, եթե այդ աշխատողները որպես մասնագետ շատ լավն են, բայց հաղորդակցվելու դժվարություն ունեն, եթե սաղորը իրար հետ կռվում են, եթե սաղորը ղեկավարության հետ խնդիրներ են ստեղծում, ապա անգամ ամենալավ մասնագետի աշխատանքը կզիջի այն կոլեկտիվի աշխատանքին, որտեղ այս բոլոր խնդիրները լուծված են։ Իսկ ինչպես լուծել։ Կան հատուկ տեխնիկաներ, հատուկ դասընթացներ, որոնց կիրառելու դեպքում կոլեկտիվում մթնոլորտը բավական փոխվում է, յուրաքանչյուրի առանձին վերցրած հոգեկան առողջությունը բարելավվում է, ոչ թե հիվանդ էին, բուժվեցին, այլ ունեին արդեն խնդիրներ, ձյուրագրգիռ էին, հոգնած էին, հիշողություններ թուլացել, ստրեսակայուն չէին, այրվել էին հուզապես։ Այդ ամենը փոխելու արդյունքում մենք շատ լավ հետևանքներ եւ շատ լավ արդյունքներ ենք ունենում։ Ես ուզում եմ մեր բոլոր ռադիոլսողներին տեղեկացնել, որ հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հետ կապ հաստատելու համար գործում է 099 544 477 հեռախոսահամարը։ Բայց մենք ուրախությամբ կարող ենք նկատել, որ այսօր հատկապես երիտասարդ ղեկավարները կարևորում են այս խնդիրը։ Սա է հենց ասածից լավագույն ապացույցն այն է, որ շատ հաճախ ենք տեսնում, որ համապատասխան մասնագիտական խմբեր աշխատում են եւ կոլեկտիվի հետ, եւ ղեկավարության հետ, տրեյնինգներ, մոտեցումներ, այ դուք նշեցիք, որ դուք էլ հենց կազմակերպում եք նման, այսպես ասած, տրեյնինգներ։ Սա արդեն իսկ հուշում է, որ մենք սկսել ենք կարևորել եւ գիտակցել, որ սա իսկապես կարևոր է։ Այո, շատ ճիշտ եք ասում։ Իհարկե ավելի գերակշռում է երիտասարդ ղեկավարները, ինչպես դուք եք ասում, բայց ունենք բավական փորձառու ղեկավարներ նույնպես, որոնք այդքան էլ երիտասարդ չեն, բայց շատ լավ գնահատում են այն ժամանակ, իրանց ժամանակ ավելի ուրիշ ձև էր պետք վերաբերվել աշխատողների, յուրաքանչյուրի, այո, հիմա փոխվել է այդ ամենը եւ ավելի շատ կախված է ղեկավարը աշխատողներից, քան թե աշխատողը ղեկավարը, թե սրանք գնան, իր մոտ ոչ մեկ չի աշխատելու ու ինքը իր գումարը չի կարողանալու շարունակել։ Ես երեք չառաջուրիմ ընկերներից մեկը մի շատ հետաքրքիր պատմություն ներկայացրել, ես հիմա արագ ներկայացնեմ։ Մի միլիարդատիրոջ մասին էր, ով որ ամբողջ կյանքը աշխատել էր եւ միլիարդից ավել գումար ուներ արդեն, եւ երբ նա մահացավ, երեխա չուներ եւ իր կինը ամուսնացավ իր վարորդի հետ։ Եվ այս վարորդը ասում է. ես ամբողջ կյանքս գիտեի, թե ես եմ իմ ղեկավարի համար աշխատում, բայց պարզվեց, որ ինքն է իմ համար աշխատել ամբողջ կյանքը եւ հիմա այդ զանազանությունը ինձ է վնասել։ Ինչևէ, աշխատողների առողջությունը, աշխատողների հոգեկան առողջությունը ամենաբարձր արժեքն է, որը ապահովում է շահույթը, որի համար մարդկանց հրավիրել են աշխատանքի կամ ներգրավել են։ Ինչքան սրտացավ է լինում, ինչքան օբյեկտիվ է լինում, ինչքան արդարության գործոնը բարձր է լինում կազմակերպությունում, այնքան ավելի հեշտ են մարդիկ այդտեղ աշխատում։ Մարդիկ կարող են ցածր աշխատավարձով անգամ աշխատել, եթե արդարության գործոնը ապահովված է, եթե իրենք բավարարված են այն մթնոլորտից, որը կա, եւ անգամ բարձր աշխատավարձի դեպքում կարող են չդիմանալ, եթե պայմանները բավարար չեն։ Իսկ եթե դիմանում են, ապա մարդու հնարավորությունները սահման
սահմանափակ են, եթե ինքը իհարկե չի կարողանում իր անսահմանափակ հնարավորություններից օգտվել, շատ արագ չի կարող դիմանալ եւ դուրս կգա այդ աշխատանքից։ Ինչ է պետք անել։ Առաջինը պետք է յուրաքանչյուր աշխատողը իրեն գնահատված զգա, որը չափազանց կարևոր է։ Հաջորդը պետք է կարողանալ հասկանալ նրա անձնական խնդիրները եւ եթե ընտանիքում կամ որևէ տեղ ունի խնդիրներ, փորձել օգտակար լինել կամ գոնե ցույց տալ, որ դու պատրաստ ես օգտակար լինել եղած հնարավորությունների սահմաններում։ Հաջորդը կան ղեկավարներ, որոնք առաջնորդվում են բաժանիր եւ տիրիր սկզբունքով եւ իրենք են հրահրում կոնֆլիկտներ աշխատողների միջեւ, որպիսի իբրև թե նրանք ավելի ձգվեն դեպի ղեկավարը։ Սա կարճաժամկետ հեռանկարում գուցե թե օգուտ տալիս է, բայց երկարաժամկետ հեռանկարում չի տալիս։ Եվ սովորաբար դա աշխատում է ավելի լավ պետական կառույցներում, որտեղ շահույթի խնդիր չկա, հիմնական գործը ղեկավարությանը դուր գալն է եւ ինչքան ներքևում լարված լինեն, ավելի հեշտ դու իրենց կաշխատացնես եւ քո ղեկավարին ցույց կտաս։ Իհարկե, սա այլ հարթություն է, բայց մենք ավելի շատ հիմա խոսում ենք մասնավոր բիզնեսի մասին, որտեղ ավելի արդյունավետ է մասնավոր բիզնեսի աշխատանքը, քան թե պետական կառույցների աշխատանքը։ Իհարկե դա բազմաթիվ գործոններով է պայմանավորված։ Ուրեմն մասնավոր կազմակերպությունները եւ ինչքան մեծ է կազմակերպությունը, ինչքան շահույթները բարձր են, ինչքան մարդիկ ավելի բարձր աշխատավարձ են ստանում, այնքան ավելի է կարեւորվում նրանց միջանձնային հարաբերությունների ճիշտ դրվածքը, ղեկավար ենթակա ճիշտ հարաբերությունները եւ նրանց սթրեսականության աստիճանի բարձրացումը։ Այսօր մեր երկիրը ամենաառաջատար է համարում տեղեկատվական տեխնոլոգիաները, ոսկերչությունը, հանքարդյունաբերությունը, այս 3 ոլորտներում էլ չափազանց մեծ է հուզական այրման մակարդակը, չափազանց շատ են ստրեսները, իսկ հանքարդյունաբերությունն եւ ստրեսների պատճառով ֆիզիկական խնդիրները, հետեւաբար այս 3 ոլորտները առավել եւս պետք է շատ ուշադրություն դարձնեն իրենց աշխատակիցների հոգեկան առողջությանը, նրանց ստրեսականության բարձրացմանը եւ նրանց հուզական այրումից պաշտպանելուն։ Էլ չեմ ասում առողջապահության ոլորտը, որտեղ բավական աշխատանքներ մենք տարել ենք եւ կոവിഡ്ի ժամանակ եւ պատերազմի հետևանքների վերացման գործում բավական լուրջ ծրագրեր ենք մենք իրականացրել առողջապահական հաստատություններում եւ Երևանում եւ մարզերում եւ կարող ենք որոշակի անհամեստություն չանելով փոքր գոհունակություն մեզանից հայտնել, որ այսօր շատերը ովքեր պահպանում են իրենց հոգեկան առողջությունը, իրենց արտադրողականությունը, իրենց աշխատանքի արդյունավետությունը, մենք մեր փոքր լուման ունենք այդ գործում։ Եթե այսպես հաշվի առնենք այն հանգամանքը, որ բավական շատ կոլեկտիվների հետ եք աշխատել, ձեր պրակտիկան ինչ է հուշում, որ կոլեկտիվներն են, որ ավելի կոնֆլիկտային են, որտեղ ավելի շատ կանայք են, թե տղամարդիկ։ Մի քիչ շատ հետաքրքիր հարց եք տալիս, որպեսզի չմեղադրեն սեքսիզմի կամ տեսակի ինչ-որ բաների մեջ, ընդամենը ասենք կանանց մոտ ավելի գերակշռում է հուզականությունը սովորաբար, որևէ անձին չի վերաբերվում եւ ավելի մտածողության իրացիոնալությունը, ավելի շատ ինտուիցիայի վրա հույսը դնելը, որը շատ դեպքերում չափազանց պիտանի է, իսկ որոշ դեպքերում սխալ խորհուրդներ է տալիս եւ մարդը խնդիր է ունենում։ Տղամարդկանց մոտ իբրև թե ավելի շատ գերակշռում է ռացիոնալ մտածողությունը, նրանք էլ ավելի խոցելի են լինում իբրև թե իրենց հույզերը չդրսևորելու պատճառով, բայց այստեղ շատ կարևոր է հասկանալը յուրաքանչյուրի մտածողությունը, ամեն խումբը ունի իր մտածողության առանձնահատկությունները, ձեզ ֆիզիոլոգիական բան ասել, անգամ ֆիզիոլոգիական մակարդակով, եթե կանայք մենակ կանացով են, նրանք շատ հեշտ սինխրոնացվում են իրար հետ եւ կարող են համերաշխ լինել, երբ որ տղամարդ է հայտնվում, ապա այդ սինխրոնացումը սկսում է խառնվել այստեղից բխող հետևանքներով, բայց այսօր արդեն բավական շատ բան է փոխվել
եւ այսօրվա կինը դա 30-40 տարի առաջվա կինը չէ, ով ավելի իր հույզերի հետևից էր գնում, ավելի մոտարապես կարելի էր իրան ընդհանուր գծերով բնութագրել։ Այսօր մենք շատ ունենք բավական պատրաստված կանայք եւ ղեկավարներ եւ աշխատողներ եւ գիտնականներ եւ տարբեր մասնագետներ, որոնք կարող են շատ տղամարդկանցից ավելի հավասարակշիռ լինել եւ ավելի արդյունավետ լինել իրենց աշխատանքում։ Հետեւաբար կդժվարանամ ասել տրադիցիոն պատասխանը կանանց մոտ ավելի շատ կոնֆլիկտներ պետքա լինի։ Ժենսկի կոլեկտիվ այդ բան ինքը շատ ավելի դժվար կառավարելի է, բայց այսօրվա համար ես կարող եմ ասել, որ շատ կանացի կոլեկտիվներ կան, որոնք ավելի կարգապահ են եւ ավելի արդյունավետ են աշխատում, քան շատ տղամարդկանց կոլեկտիվներ։ Եթե մենք այսպես ամփոփելու լինենք այսօրվա մեր զրույցը, ես ուզում եմ խոսենք հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի առաջարկի մասին, թե այս ոլորտը կամ այս խնդիրները լուծելու համար ինչպես կազմակերպել հարցերը, ինչպես կարելի է դիմել, ովքեր կարող են դիմել եւ ինչ եք դուք առաջարկում։ Ցանկացած գործատու կարող է դիմել մեզ, մենք փաթեթը ներկայացնում ենք, ընդ որում տարբեր տեսակի փաթեթներ են, սկսած 2 ժամանոց ներածությունից, որը կարող է նաեւ գովազդային լինել, այսինքն առանց գումարել մենք կարող ենք մեծ կոլեկտիվի համար փորձնական 2 ժամանոց ներածություն անել, որպեսզի տվյալ մարդիկ էլ ավելի համոզված լինեն, չնայած այն ճանապարհը, որ մեր կենտրոնը անցել է եւ դասախոսների միայն կենսագրությանը ծանոթանալը բավարար է, որպեսզի համոզվեն, որ այս կազմակերպությունը ինչ ներկայացնում է, տեր է դրան եւ կարող է բավական որակ ապահովել։ Վերջացրած մինչեւ 2.5 օր եւ ավել արտագնա որևէ գեղատեսիլ վայրում որոշակի խմբի համար դասընթաց եւ կազմակերպելը, որտեղ ամբողջությամբ նրանք եւ մաքրվում են ընդհանուր մինչեւ mental cleansing-ի որոշ տարեր են կիրառվում եւ նաեւ սովորում են կառավարել իրենց ստրեսները, պաշտպանվել հուզական այրումից եւ դրանից հետո ցանկացած կազմակերպությունում բավական մեծ աճ է գրանցվում եւ արդյունավետությանը եւ նվազում է աշխատանքի չներկայացնալու թվերը հիվանդությունների պատճառով։ Հիվանդությունների, երբեմն նաև տարբեր տեսակի ցանկացած հիվանդության, որովհետև անգամ տրավմաները աշխատանքի վայրում իրենց խորքում հոգեմարմնական խնդիր ունեն, որովհետև եթե մարդը աշխատում է հաստոցի մոտ ու ուշքում միտքը իր հիվանդ երեխանն է կամ լարվածությունն է կնոջ կամ սկեսուրի հետ, ապա ինքը անպայման կսխալվի եւ կամ իրան կվնասի կամ իր արտադրանքը վատը կլինի։ Փաթեթների մեջ ներառված է եւ կոլեկտիվի համար, այսպես ասած, դասախոսություններ եւ ղեկավարների։ Այո, եւ դասընթացներ են եւ կոլեկտիվի համար, եւ առանձին դասընթացներ կան ղեկավարների համար, կան առանձին դասընթացներ ավելի բարձր ղեկավարների համար, կան նաեւ դասընթացներ, որոնք օգնում են աշխատանքի բուն արդյունավետությունը բարձրացնել, ոչ միայն հոգեբանական մասով, նաեւ ինչպես խնդիրները ձևակերպել, որպեսզի հնարավոր լինի այդ խնդիրները ճիշտ եւ արդյունավետ լուծել, այսինքն ցանկացած ճաշակի եւ տեսակի դասընթացներ, ինչը մեր ոլորտին վերաբերում է, մենք առաջարկում ենք եւ տեր ենք մեր առաջարկին։ Գնում եք այնպեսի լավ մթնոլորտ եք ստեղծում, որ նույնիսկ կարող են ընտանիքներ ձևավորվել։ Կարող են ձևավորվել, հետո կարոտում են մեզ, ասում են լավ էլի մի բան կազմակերպեք, թող իրան գան մեզ օգնեն։ Եվ հետո նաեւ որոշակի աշխատանքի արդյունքում հարաբերություններ են ձևավորվում արդեն տվյալ կազմակերպությունների հետ եւ անգամ մեր մյուս ծառայություններից օգտվելը ավելի մաչելյա լինում է։ Շատ լավ, ես հիմա վստահ եմ, որ բոլոր նրանք, ովքեր ոչ թե գործատու են, այլ աշխատող ուժ են, հիմա գնալու են ու իրենց գործատուներին փորձելու են ինչ-որ կերպ այսպես համոզել, որպեսզի նաև այս ծառայությունները կամ այս փաթեթները իրենց աշխատավայրում օգտագործի, որտեղ իրականում, եթե որքան էլ փորձենք այսպես մի փոքր կատակի շրջանակներում նայել, այո, շատ կարևոր է, որ մարդը իրեն լավ զգա աշխատավայրում եւ շատ հաճախ ենք տեսնում, մենք վստահ եմ շրջապատում էլ տեսած հանդիպած կլինենք մարդկանց, ովքեր ասում են աշխատանքս չեմ փոխում, պարզապես կոլեկտիվի համար աշխատանքս չեմ փոխում, որտեղ ղեկավարս է լավը, ինձ լավ եմ այնտեղ զգում, չնայած որ շատ ավելի լավ առաջարկներ, ավելի աճելու հնարավորություններ ունեն։ Ոստի այստեղ շատ կարևոր է, որպեսզի կարողանանք աշխատավայրում, ինչպես ժողովուրդն է ասում, զգանք ինչպես մեր տանը, հա։ Այո,
Շատ լավ, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Սիրելի ռադիո լսողներ ու ռադիոդիտողներ, հիշեցնեմ, որ զրուցակիցս հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի ղեկավար, հոգեբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Սողոյանն էր։ Տեղեկացնեմ, որ կենտրոնի հետ կապ հաստատելու համար գործում է 099 544 477 հեռախոսահամարը։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք, ցտեսություն։